Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 8։ Գնացեք սովորեցեք, թե ինչ է ողորմություն եմ կամենում և ոչ զոհ, որովհետև ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության։ Մատթեոս 9:13 խոսք։ Նրանք, ովքեր լիովին գիտակցում են մեղքի պատճառով իրենց թշվառությունն ու վտանգը, ոչ մի գին չէին խնայի մեղքերի թողություն ստանալու համար, սակայն քանի որ իրենք չեն կարող հատուցում անել իրենց մեղքերի համար, այնպես էլ Աստված նրանցից որևէ բավարարում չի կարող ընդունել բացի այն ամենից, ինչը արտահայտում է նրա հանդեպ սեր և հնազանդություն։ Ամեն ճշմարիտ ապաշխարողի մեջ Աստծո գործած բարի գործը կոտրված հոգին է, փշրված ու զղջացող սիրտը և մեղքի համար ունեցած վիշտը։ Դա մի սիրտ է, որ զգայուն է, խոնարհ և ենթարկվող Աստծո խոսքին։ Ախ, երանի թե այդպիսի սիրտ լիներ մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Աստված ողորմությամբ հաճում է ընդունել այդպիսի սիրտը։ Այն նրա առաջ ընդունելի է բոլոր ողջակեզներից և զոհերից առավել։ Սակայն կոտրված սիրտը Աստծո կողմից ընդունելի է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետև առանց նրա հանդեպ հավատքի ճշմարիտ ապաշխարություն գոյություն չունի։ Մարդիկ արհամարհում են այն, ինչ կոտրված է, բայց Աստված այդպես չի վարվում։ Նա չի անտեսի կոտրված սիրտը, չի մերժի և չի հեռացնի այն, թեև այդ սիրտը չի կարող բավարար հատուցում լինել Աստծուն մեղքով նրան հասցված ցավի համար։ Նրանք, ովքեր անցել են հոգևոր նեղությունների և տառապանքների միջով, գիտեն, թե ինչպես գթալ և աղոթել ուրիշների համար, որոնք նույն վիճակի մեջ են գտնվում։ Դավիթը վախենում էր, որ իր մեղքը կարող է դատաստաններ բերել ժողովրդի և թագավորության վրա։ Ոչ մի անձնական վախ կամ զղջում չի կարող շնորհ գտած հոգին անտարբեր դարձնել Աստծո եկեղեցու գործերի նկատմամբ։ Եվ թող սա լինի բոլոր փրկվածների անսպառ ուրախությունը։ Նրանք գտել են փրկագնումը Քրիստոսի արյան միջոցով և մեղքերի թողություն նրա շնորհի առատության միջոցով։